տղաներով ստուդիայում հաշվեցինք, չկարողացանք հաշվել։ Ասեք օգնենք, ինչն էր այդտեղ բարդ։ Չէ, որոնք ենք հանգստանում, հետո ինչ-որ տենց խառնա մի քիչ, էլի, Միացյալ Նահանգներում մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Քրիսմասել ունենք, չէ։ Հիմա դուք 24-25-ը կաք, թե չէ Ամերիկայի տեսանկյունով Չէ, 25-ին չենք աշխատում հաստատ Քրիսմասի օրը։ 25-ը մեր Եվրոպայում եւ Հայաստանում լսող մեր հայրենակիցներին ասենք, հա դերինիկ որ 20, բայց 24-ը կաք իվը։ Ես այսօր բան կանեմ, որ գնացի ստուդիա մի հատ մանրամասն, հա։ Okay, որտե մեզ մոտ okay է, իմ հետ կա բան չկա ստեղ։ Հա, դուք Christmas փաստորեն տենց վրայից սահում եք, հա, տենց բան չի, հա։ Հունվարի 6-ն ենք մենք նշում, դուք եք սահում։ Այստեղ 25-ից հետո մեկ եք տեսնես տոնածառները թափել են փողոց արդեն։ Այդ ինչ կարմիր լույս է հայտնվել քեզ մոտ, Ռաֆայել։ Կարմիր լույսը 3 տարի է կա, դուք նոր եք երևի նկատել։ Նոր եմ նկատում, հա, նոր եք նկատում, սա ուրեմն դե մոգոնում եմ էլի, կամաց։ Մեքենաների մեջ են տենց բաներ դնում, սենց մտնում ես տարբեր գույների։ Ես ուրեմն մի հատ լավ որ նկատեցի, մի անակնկալ բացեմ, սա նոր չի միշտ է եղել, բայց ուրեմն վաղը մեր AMPM հաղորդումը եւ գուցե մեր շփումն էլ մենք ուրիշ տեղից ենք որոշել անել նոր տարվա sense տոնածառոտ տեղից, բան, հիմա տեսնենք ոնց կստացվի։ Ռադիոն էլ։ Հա, էլի մեր եթերը, իմ ու ձեր շփումը, այդ AMPM հաղորդումն էլ բան, որոշել ենք ուրիշ տեղից, այն տեսնենք հիմա։ Ինչ անեմ, գնամ մի հատ տոնածառ առնեմ, վերեմ, դնեմ մեջքիս։ Ոնց հարմար է գտնում։ Հետո էլ խաղալիք, բան, չէ, լավ է։ Հա, մենք, հա, մի խոսքով այդ արդեն վաղը, հարգելի բարեկամներ, հավատարիմ ռադիո լսողներ։ Տոնածառ առել ես, Ռաֆայել։ Հսկայական, հա։ Տան համար։ Հա, շատ մեծ։ Ինձնից մեծ էլի։ 3 քանի մետրանոց։ Բայց ոնց է տեղավորվելու տանը։ Տեղավորել ենք։ Առաստաղը այդքան կա։ Դե հա, մոտավոր, հա։ Մի քիչ վերապահում։ Իսկ խաղալիքները շարել եք։ Հա։ Չվիճեցիք, թե որ խաղալիքը որտեղ կլինի։ Չէ, որովհետև այդ առումով վաղուց էինք պատրաստել ինչ խաղալիքներ լինի, ոնց լինի ու առանձնապես բազմազան չեն խաղալիքները, եթե անկեղծ, մի սթայլի մեջ են, հիմնականում կլոր խաղալիքներ են, հա։ Ճիշտ է, վերջի րոպեին գնաց ինչ որ բեղերով ձմեռ պապիներ բերեց, բայց կոլորիտի մեջ առանց ձմեռ պապի ոնց կլինի Ռաֆայել, երեխան։ Դե հա, կա տենց բան։ Տոնածառի ավանդույթը փորձել ենք պահպանել, որ ինքը խորհրդանշում է նոր տարին եւ գեղեցիկ լինի, բերի լինի, ուրեմն լավ կլինի, տեսնենք։ Մենք հավատանք։ Իսկ հետո ինչ եք անում այդ ծառերը, recycle անում եք։ Ինքը բնական չի։ Լավ։ Որովհետեւ հա մի քիչ ստեղ դժվար է այդ բնականի հարցերը, չէ, բնական չի կարճ ասած։ Դրա համար հատատենք դնենք երևի պահեստում, ավտոտնակում տեսնենք մի հատ էս տոները նշենք, հետո պարզ կլինի։ Մի հատ ընկեր ունեի Հայաստանում բան էին անում այդ խաղալիքներով, բաներով այդ տոնածառը որ պրծնում էր, մեծ sense ցելոֆանից բաներ կարել, հագցնում էր, տանում էր պատվար։ Միշտ արելի ցելոֆան անում։ Բայց ված չի այդ առումով, եթե տեղ ունես պայելու, հատես փաթաթես մի քանի անգամ է օգտագործման, առաջին հայացքից ընդհանրապես չի տարբերվում արհեստականա թե բան, որտեղ շատ լավ է, sense շատ բնականին մոտ է, լույսերն է շատ դժվար անցկացնել։ Հիմա տրենդային է, մի քանի, եթե սուտ չասեմ 100 մետրից ավել լույս ենք գնել, վաղը ցույց կտամ։ Ամեն մի ճյուղը փաթաթել ենք։ 5 օր այդ ճյուղն է, այդ լույսն ենք փաթաթում, ամեն ճյուղը, որ չերևա մի հատ քաոտիկ վիճակ, բայց ստացանք։ Հիմա մթության մեջ որ վառում ես, ամեն մի ճյուղը sense լույսավորված։ Վայ։ Ամեն մի ճյուղ։ Ես հիշում եմ մեր տանը ընտանեկան բաներ սկսում են տոներին, սկսում էր տոնածառ ընտրելուց։ Դե ես իհարկե չէի խառնվում, 2 երեխաներս ու կինս էին, թե էս ծուռա, էս սենցա, էս բանա եւ այլն։ Իրանք որոշում էին, ես դնում էի մեքենայի վրա, բերում էի տուն, տանը անկյունը կար ու սկսվում էր հիմա թե որ խաղալիքը որտեղ պիտի կախվի, բայ աստվածին։
Չգիտես, բայց որ նա մեր մոտ է մոտավորապես տենց եղավ, որ ես կախում եմ ինքը հերվից նայում է, չէ, Չէ, մի քիչ։ էս Կարծես դրանից ինչ որ բան պիտի փոխվի, էլի որ մտա։ Կատենց բան։ Ասենք որ ասում էի, բանը, բայց բերենք պատահական կապ որտեղ է գավ բան անենք, ասում եմ դե հիմա Դե դա ես չգիտեմ ողջավորված եմ այդ առումով ու քանի որ մանավանդ հայկական իրականության մեջ շատ քիչ է այդ ուրախություն բանը ես նոր տարուն շատ տեղ եմ տալիս ու հենց նոր տարուն բառացիորեն նոր տարվա սկզբին Christmas ես չեմ նշում բան բայց նոր տարին ֆիզիկապես ֆիզիոլոգիապես մեր մոլորակը պատույտ է անում արևի շուրջը եւ նոր ոնց որ ասած ռեսիա դուրս գալի էլի նոր գծի է դուրս գալի եւ դա նշելու բան է որ առողջ լինենք, լավ լինենք, հաջողակ լինենք ու դա պետք է նշել իմ կարծիքով։ Այդ մի հատ տենց բան կար, New Yorker քարթուն կար, երկու օտար ալմոլորակային էլի այդ վերևից նայում են այդ իրենց ինքնաթիռից ինչա գած թրջող սարքից, այն ու բան այնտեղ նոր տարի է սա երկիրը քեֆ է անում էլի։ Այն մեկին ասում է, «Էս ինչ են ասում, ասենց ուրախացել», ասում է, «Իրենց մոլորակը մի շրջանել է արել արևի շուրջը», ասում է դրա համար։ Այսինքն այդ տեսանկյունից լրիվ աբսուրդ է թվում, էլի թե ասենք ինչ կա ուրախանալու, բայց մեզ համար դա իհարկե մեր կողմից բան արած նշանակություն ունի, էլի։ Չգիտեմ, դա էլ է ձեռք բերում էլի մեծար։ Ճիշտ է, մենք առանձնապես բան չենք անում այդ պտույտի համար, բայց որ պտույտից չոր ենք դուրս գալու։ Որ չանգարենք էլ լավ է, էլի։ Որ չանգարենք էլ էլի լավ է, դրա համար։ Բարի լույս, ձմեռ նամուս հարգելի հայեր։ Ձմեռ նամուս, բարի լույս, ձմեռ նամուս։ Աննա Ասլանյանն է ասում։ Տես բան կա երևի, հա, խոսքը։ Բարևներ Դիլիջանից Ռաֆայել եւ Դերենիկ, Դիլիջան, Սպարտակ Ղազարյան, շատ հաճելի է, Դիլիջանը հրաշալի է։ Թահանգայից բարևներ ունենք Անահիտ Աբրամյանը, Մոնտոբելոից մեր Խաչիկ Դեմիրճյանը, մեր լավ ընկերը հավատարիմ, բարի լույս, Բրբանկն է ներկա, Տիկին Նաիրան, հարգելիներս բարի լույս, բարի օր, սրտիկներ են ուղարկում, բարի եկաք, սիրելիներ։ Ինչի ես չեմ կարողանում այդ գտնել այդ։ Դուք դիտում եք, հեսա ցույց եմ տալի, մեր այս տեսեք այսպես։ Կա ձեր։ Հա, բայց իմ մոտ այսպես է ինչ որ։ Հա, հետա կարմիր լայֆի վրա սեղմեք, տես կարմիր է այդ կլորակի մեջ, որ սեղմեք լայֆը։ Ահա, գախնիկը, վայ։ Օգտագործեք հարգելի բարեկամներ առիթը, ներբեռնեք մեր հավելված անվճար է կամ Facebook-ով լայքերը share արեք մեր հրապարակումներով։ Մայրան Նիկողոսյանը ասում է good morning։ Բարև ձեզ։ Թահանգայից Խորենե Փոթիկյան, Ռաֆայել ջան, ես էլ այսօր այդ հաճելի եւ տանջալից գործը ավարտեցի։ Արմեն Գոհարիկ, շատ լավ, թող ուրախ տարի լինի, լավ տարի լինի, ամենայն բարիք լինի։ Ես սիրում եմ Սուրբ Ծննդյան տոնը ավելի քան աման օրը, Մելանիա Ալեքսանյան, շատ լավ, ձեր իրավունքն է, ձեր ընտրությունն է, սիրելը լավ է։ Բրյուսելից ողջույններ Հագան, ողջույններ Հասմիկ Ղարաբանյանցը սրտիկներով հանդերձ, շատ հաճելի է։ Մենք փոքրիկ նորություն ունենք, լավ իմաստով, մեր հեռախոսը վերջերս մի քանի անգամ մեզ հիշում եք եթերում քաշեց, կարճ ասած։ Չեր միանում, ձայնը չեր լինում եւ այլն, ձեռք ենք բերել այս նոր հեռախոս լրիվ իր միացումներով, բանով, այնպես որ զանգահարեք եթեր հարգելի բարեկամներ 747 առաջ եթե մի քանի օքի գծի մեջ էր մնում անջատվում էր, մի խոսքով խնդիրներ էր տալիս, հիմա ամեն ինչ աշխատում է հրաշալի եւ լավ, իդեպ մեր հարգելի ընկերը ֆլագմանի Կարեն ջան, եթե լսում ես քեզ ողջույններ, շնորհակալ ենք հանգստյան օրերին բավական Ասի Հայաստանից ինքը ստեղից օգնեց, հա? Հա, դե տեղից է մեր գիծը, բայց ես Հա, տես էս ցույց եմ տալի, էսի մեր հին հեռախոսն է, որ Ամերիկայից ենք բերել այդ IP-ով, հա, հիմա սա լրիվ անջատեցինք, բայց այս հեռախոսը պահելու եմ, էսի 8 տարի հիշում եք, մեզ ոնց է ծառայել, քանի շենք է փոխել, քանի location է փոխել այս հեռախոսը, այս թանգարանային նմուշ է, ինչպես էր ամենը սկսվում կոչվում է։ Այո, վաղը միսօր։ Հա, հաստատ։ Հիմա նորը լրիվ ունենք, որը էլ չի խանգարում ու մի հատ էլ շատ մանր նրբություն կա, այդ էլ մեր ռադիոլսողներից գաղտնիք չունեմ, էտե ասեմ։ Առաջ որ խոսում էինք մեկի հետ, երկրորդ զանգը գալիս էր, տուտու էր անում, հիշում եք։ Տուտու։ Այո։ Ներվա,
Սա չի անելու է տուտուն, վերջապես բրցանք է տուտուից։ Երկրորդ գիծը որ գալիս Մեծ քայլերով առաջ են գնում մենք։ Սա անհասկանալի առաջընթաց է, սա անբացատրելի առաջընթաց է։ Ճիշտ այնպես ինչպես այսօրվա հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, հետևում էիք Փաշինյան, Պուտին։ Այո, իհարկե։ Դե սկսենք մեր երևի հանդիպումները։ Գիտեք, մինչև սկսելը ինչ է ինձ տենց հաճելիորեն զարմացնում։ Դե այդ ռադիոն կանջատեք ձեր մոտ ռադիոյի ձայնը, հա, Facebook-ը լսվում է, մի քիչ ահա, եղավ հիմա, եղավ։ Այդ ամենասկզբը ամեն օր մենք նորություններին հետևում ենք, ուզենք թե չուզենք, գործի բերումով եւ օրը երկու անգամ, եթե ոչ ավել, ասենք, հեռուստատեսության ռադիոյի եւ ուզենք չուզենք այդ հետը մանավանդ այդ որ Փաշինյանը գնաց այդտեղ, Փաշինյանը չգնաց այնտեղ, բանը արտգործնախարար էս եւ այլն եւ այլն։ Այդ սկզբի տարիներին այնքան բաներ մի տեսակ այդ իրենց կայացրած որոշումները հստակ ու բան չէին, էլի չէինք հասկանում, ես չէի ինչ է կատարում։ Հիմա քիչ-քիչ սկսում է պատկերը հստակ դառնալ, որ շատ խորամանկ իմ կարծիքով եմ ասում, շատ խորամանկ քաղաքականություն են վարում։ Մեր արտգործ արտաքին քաղաքականություն Հայաստանի Հանրապետության։ Ես հիմա գալիս եմ գնալով այդ դրական եզրակացության, որ գիտեք ինչ իմաստով, մի բան ասում են, ուրիշ բան անում են շատ հաճախ։ Այդտեղ ես հասկանում, ամարտ, մենք էլ ենք սկսել դիվանագիտությամբ զբաղվել, որտեվ այս մարդիկ, որ առաջ եկան, փորձ չունեին դիվանագիտական։ Հայաստանը ընդհանրապես չուներ նման արտաքին քաղաքականության։ Մեր տեղը Ռուսաստանները որոշում, մեզ այն կոպեկներ են գցում, որ իբր թե մենք էլ բան եւ, բայց չկար։ Հիմա Հայաստանն է որոշում եւ ոնց են կարողանում, ես մենակ այս կապը եկեք փորձենք հասկանալ, ասենք Եվրոմիության Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները լավացնելով, չկտրել հարաբերությունները Ռուսաստանից, որից կենսական մենք կապվածություն ենք, տնտեսական գինենք բոլորս։ Ու այս բանը ինձ շատ հաճելիորեն զարմացնում է, որ կարողանում են, այսպես ասենք, երկու լարի վրա խաղալ իօքուտ ժողովրդի մեր բարօրության։ Այդպեսի դրական գնահատական եմ տալիս տարվա վերջին մեր Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Տեսնենք այդ ուր կտանի, որովհետև այսօր այդ Պետերբուրգի հանդիպումները, որ նայում եմ, հայտարարություններ, ինչ նկատեցի, եթե մի բանից, ասենք, հապկից ենք խոսում, սովորաբար բացասական ֆոն է պահպանվում, հապկ շատ նեգատիվ, այստեղ էլ հասկանալի պատճառներով։ Բայց ի տարբերություն հապկի թեմաների, ԵԱՀԿ, ոնց ԵԱՀԿ չէ, ԵԱՏՄ, այդ Եվրասիական տնտեսական միությունը, դրականորեն է քննարկվում։ Ինչի, որովհետև այդ իմ կարծիքը չի, ձեր կարծիքը չի, տնտեսագետները անգամ ընդդիմություն, անգամ բան ասում են, որ մեր այս պահին, փոխշահավետ է։ Այս պահին հաստատ է, որովհետև Հայաստանի տնտեսության ապրանքների 70%-ը այդ շուկայում է սպառվում։ Վերջ։ Այսինքն շահը է տեղը։ Եվ գիտեք ինչ, այստեղ մանավանդ այս տնտեսական հարցերում էմոցիան երբեք լավ գործ չի անում, էլ այստեղ սառը հաշվարկ է պետք անել։ Չէ, մենք էլ չենք ուզում ձեզ այդպես չի լինի։ Ոնց որ մեր շատ քննադատներ են ասում, չեն կարող Ռուսաստանից փոխվեն, չեն կարող փոխվեն, վերջնական քայլ չեն անում, այ մարդ հեշտ չի Ռուսաստանից փոխվել է։ Հեշտ չի ախր։ Մենակ տնտեսական շատ բաներ կան։ Շուկայի առումով այդ շատ բան է, թեպետ Եվրոպան արդարության համար ասենք, այդ դիվերսիֆիկացիոն կոչվածը քայլերել են անում, Գերմանիայի հետ էլ ինչ-որ բաներ են ստորագրում, բայց դա 1, 2, 3 տարվա բան չի։ Պատկերացրեք, մեր ամբողջ շուկան կատնամթերքով, բանջարաբոստանային կուլտուրաներով, ատոմակայան, ցեմենտի գործարան, ինչ որ կա, ինչ որ մենք անում ենք, արտադրում ենք, չենք արտադրում, հիմնականում կախված է եւ կապված է ռուսական շուկայի հետ։ Դա միանգամից փոխվում նավթն ու գազը, որ ձմեռը կսառենք ուղղակի, Դա, կարճ ասած էտա։ Իդեպ բանը ուրբաթ օրը եթերից հետո մի պարոն էր հարգարժան զանգարել, էս էլի էս թեմային կպանք, ասում է, բա Պարսկաստանի պես երկիրը այդ նավթի թեման էր, որ Ադրբեջանից նավթ եկավ։ Հասկանալի է, մեծ մասը շատ ծանր տարավ այդ փաստը, այդ ուրիշ թեմա է, բայց ասում է, ոնց թե Պարսկաստանից հանկարծ չառնեք, Պարսկաստանից չբերեք, գնացեք թուրքերից առեք։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր մի բան կա։ Մեր ժողովրդի մեծ մասը չի էլ հասկանում, որ
Պարսկաստանը պատժամիջոցների տակ ճկռած երկիր է։ Եվ ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան մեզ բառացիորեն թույլ չի տա, որ մենք այն քանակով ստանանք մեծաքանակման։ Այդ փոքր նավթամուղն է, որ եղավ, այդ էլի Եվրոպան ու Ամերիկան աչք փակեց, որովհետև Պարսկաստանից թույլ չեն տալիս այն երկրները, ովքեր Պարսկաստանից էներգակիրներ են գնում, դա շրջանցում է Ամերիկան այդ էմբարգո կոչվածը պատժամիջոցները եւ Հայաստանին խղճալով այդ փոքր նավթամուղեր, գազամուղեր, որ ժամանակին կառուցեցին, դա որտեղ խղճարությունից դրտված ասին լավ մեղք են մի կողմից Ռուսաստանից կախված չլինեն, թող մի հատ են դելինի։ Դա բավարար չի էներգետիկ անվտանգությունը պահպանելու համար։ Մենք դեռ Ռուսաստանից ենք կախված այդ առումով։ Դրա համար Պարսկաստանը այստեղ եկեք չմոռանանք ուրիշ հարց էլ կա։ Մենք ինչքան էլ ասենք լավ հարաբերություններ ունենանք Պարսկաստանի հետ, Պարսկաստանն էլ ուղղակիորեն Ռուսաստանից է կախված։ Այս իր մեծ արտաքին քաղաքականությամբ ուղղակի։ Եվ եթե վաղը Ռուսաստանը ասել չպետք է ծախես, չի ծախի։ Հասկանում եք, էս էլ կա էլի։ Ինքը Ռուսաստանի տակ է, որտեվ Իրանը առանց Ռուսաստանի չի կարող։ Դեպ ԵԱՏՄ-ին է նայում շատ լավ, լայն բացված աչքերով, ԵԱՏՄ-ը ուզում Իրանը մտնի։ Հիմա տեսակ օրինակ Իրանը այդքան լավ էր մեզ հետ, այս բանի Թրամփի ուղու հետ կապված, ասես դա մեզ բանա, վտանգավոր է, էսա այն է, առաջի անգամ եմ տեսնում այս վերջի տարիներին, որ ուղղակի հակասություն լինի Հայաստանի եւ Իրանի շահերի միջեւ։ Կարծում եմ կլուծվի այդ թեման, բայց բոլոր դեպքերում դա մեզ հիշեցնում է, էլի, որ ոչ մի բարեկամություն էլ հավեր չի, վաղը կարող է գործերի ընթացքը այնպես դասավորվի, որ մեկ էլ ասի կներեք, մենք ձեզ էլ չենք կարող նավթ մատակարարել կամ ուրիշ որևէ բան։ Դիվերսիֆիկացիա ինչի են ասում, որ մեկ երկու տեղից կապված չլինես, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ բան է այդ, էլի, որ մի քանի աղբյուր ունենաս, մեկը փակվում է, մեկը փոխվում է, մեկը էս է, որ դու կարողանաս։ Եկեք անկեղծ խոսենք։ Մինչև հիմա Եվրոպան, որ այդքան փող է ծախսում, բան այդ պատերազմի վրա օգնելով Ուկրաինան, չի կարողանում ռուսական էներգակիրներից հրաժարվել։ Ասի եսին որ թվին հրաժարվենք, չի կարող, որտեվ այդքան հեշտ ուր մնաց Հայաստանը։ Դա պետքա ճիշտ հասկանալ։ Դե պետք է հասկանալու այդ հարցեր կան Հայաստանում։ Հետևում էինք այսօր լրատվական թողարկումներ էր նվիրված Սանկտ Պետերբուրգյան հանդիպումներին, Սանկտ Պետերբուրգում հանդիպում էր ԵԱՏՄ-ի շրջանակներում, հետո ԱՊՀ գագաթնաժողովը ոչ պաշտոնական, Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ նաև ավարտվեց Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը։ Իր խոսքում Ռուսաստանի Դաշնությանը նշել է, որ հարգելի Նիկոլ Վովայի ցանկանում եմ եւս մեկ անգամ ողջունել ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ շրջանակներում կազմակերպված այս միջոցառումների մասնակցելու համար, իսկ Փաշինյանն էլ իր խոսքում մասնավորապես նշել է, որ ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ նաեւ Ռուսաստանի համար, երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Պուտինը ասենց կադրերում որ նայում ես առաջին հայացքից գոհունակություն է հայտնում, բայց հոգու խորքում թե ինչա կատարում ոչ ոք չգիտի։ Այսօր զավեշտալի մի բան էլ եղավ Պուտինի մասնակցությամբ, ես չգիտեի, որ Ռուսաստանը հիմնել է նախանցյալ տարի հիմնել է միջազգային խաղաղության մրցանակ։ Դες բան տեսել եք։ Ու Պուտինն է հանձնում այդ մրցանակը խաղաղության։ Ուրեմն կարծեմ մեր տերտերը ստացավ դրանից ստացավ, եթե չեմ ստանում։ Եթե չգիտեմ, այս տարվանը Սանկտ Պետերբուրգում էր տեղի ունենում, Վալերի Գերգիևը բանն է ժյուրի նախագահն էր, առաջին շարքում Փաշինյանն է նստած, Էմոմայլ Ռախմոնը, այնտեղ Ժոմարտ Տոկաևը բանն է ստացած էման։ Ժոմարտ Տոկաևը եւ Էմոմայլ Ռախմոնը մեկն է կարեն Ռահմոն աստած եմ Միրզիոևն էր մեկը։ Տվեցին Միրզիոևին ու այդ կենտրոնասիական 3 բաներին, նախագահներին, որ այս վերջերը ստորագրեցին սահմանային հարցերը կարգավորելու փաստաթուղթը, ու Փաշինյանն էր այնտեղ։ Իմ կարծիքով, եթե խոսքը գնում է խաղաղության մասին, այն էլ զավեշտային է, որ Պուտինն է հանձնում, դե Լև Նիկոլայիչ Տոլստոյի անունով է այդ մրցանակը։ Դե բանկա թաքնված։ Լավ են թաքնվել, դիմակը լավն է։ Վերջ Լև Նիկոլայիչ այմար, մտքով կանցնել մի օր որ իր անունը ինչ ձևերով են օգտագործել։ Իրան նկարով մեդալ է մի հատ էլ տալիս, Մորուքով բանով Տոլստոյը։ Ֆանտաստիկ մարդ էր այս Տոլստոյը ու
Գիտեք, այդ հազվադեպ ստեղծագործողներից է, որ նախ հաջողակ են եղել ստեղծագործելով, երկրորդը ապրել են երկար գիտակից ու ստեղծագործ կյանքով, այն որ կարդում ես իր ստեղծագործությունները ու ծանոթանում ես իր կենսագրությանը, շատ քիչ է նման բան լինում, գիտեք ինչի նման է, ոնց որ ջութակն ու այդ իր ասմիջոկը, էլի, ոնց է ապրել ու ոնց է ստեղծագործել, ֆանտաստիկ մի անձնավորություն, ֆանտաստիկ։ Եվ ասեմ ձեզ, 74 տարեկանում, թե 78, վերջապես տիկնոջից փախավ ինքը, փախավ, տառացիորեն գիշերը օգնական ուներ տղամարդեր, ասեց հավաքի բաները, բայց ճանապարհին թոքաբոր բնգավ, չէ՞ կարծում։ Նստեց գնաց ու գնում էր քրոջ մոտ տուլայում, թե որտեղ քույր ուներ մի հատ, առանց զգուշացնելու տնեցիներին, բայց ճանապարհին հիվանդացավ, իրեն իջեցին փոքրիկ գյուղում էր բան։ Եվ այդ գյուղում հեռագիր էլ չկար, ամբողջ աշխարհից այնքան հետաքրքրություն կար, ժուրնալիստներ էին գալի, որ հատուկ կայան հեռագրի սարքեցին այնտեղ, որ ժուրնալիստները կարողանան իր առողջության մասին աշխարհին հայտնել։ Ուրեմն կինն էլ եկավ, Ռաֆայել, կինը առաջի հարկում էր, ինքը վերևում էր, անընդհատ ուզում էր չընդունեց, այդպես էլ մահացավ, կնոջը չուզեց տեսնել։ Հաստրել է այդ ճշմարտում։ Թողնում եմ ձեզ, այո, եզրահանգումները թողնում եմ ձեզ։ Մի հատ օրինակ պատմեմ էլի այդ բաներից։ Ուրեմն չեմ դա թիվը կարևոր չի, մեկ էլ Տոլստոյը վեր կացավ ասեց, որ ինքը հեղինակային իրավունք չի ուզում իր ստեղծագործությունների համար։ Ինչ ով ինչ ուզում է կարող է։ Այս կինը դու ոնց թե, բա դու երեխեքիդ թաղես, երեխեքիդ մասին չես մտածում, այս չես անում, այնքան կյանքը կերավ, որ ստիպված եղավ այս մարդը ասել ինչ որ մի քանիսի վրա պահեց այդ հայտնի գործերը Սմերտ Իվանա Իլիչա եւ այլն, մնացածը բան արեց, բայց այդ կինը իր ասելին հասավ։ Մեկ էլ բան էր անում, ասենք, ձմեռով ճաշ էին ուտում, մի բան դուրը չէր գալիս, որ ասում էր, այդ մի հատ մուրացկանա մտնում փող խնդրելու, իր դռները միշտ բաց էին, ասում է սրան նայ մի հատ, թե ինչ են էլ ասում է, Տոլստոյն էլ ասում է, մա քեզ նայ, էլի, ասում է, ինչ ես ուզում այդ մարդու։ Այս կինս վազելով գնում է դուրս է ձների մեջ ու պարկում է ձների մեջ, ես պիտի մեռնեմ, ծառաները սրանք գնում գալիս են, չէ, ես պիտի մինչև ինքը չգնաց, չխնդրեց, որ հետ արի բան կլնես, նոր այսենց ուտում էր կյանքը։ Վերջի կետը ինչ եղավ, ուրեմն երկու տեսակի բան ուներ Տոլստոյը պահում էր, օրագիր էր պահում։ Մեկը լրիվ իր համար էր, կնոջ ասել էր, որ սա ոչ ոք իրավունք չունի բացելու, որ տեսավ կինը էտել է բացել, ասեց օրագիրը կարդաց արդեն։ Դժվար բան է այդ տարիքում, էլի։ Это Լև Նիկոլայեviչ Տոլստոյը ընկերներ, իհարկե երևի ամենահայտնին մնում է պատերազմի եւ խաղաղությունը, Վայնայի միր, War and Peace։ Կարծում եմ առիթ է արխիվում տոներ են, գուցե վերընթերցեք, բազմաթիվ էկրանավորված տարբերակներ կան, եթե ժամանակ չունեք, դա իհարկե գրքի բովանդակությունը բոլորովին այլ է։ Աուդիո տարբերակը եւս կա, խորհուրդ, եթե մանավանդ ինքնաթիռով մի տեղ գնում կամ ճանապարհ երկար ժամանակ, շատ լավ տարբերակ է նաեւ դա աուդիո տարբերակը։ Խեղճ Լև Ջորջ Մելիքն է գրում, դե անունը ասում ես Լև Lion, Արյուծ է անունը։ Բայց այս պարագայում կնոջ դեմ ինչ առյուծ, ինչ բան փիսիկ էր նամի, ճիշտ է։ Մեր բանի օրն է անգե, Մուրացյանի օրն է անգե, մեր Մուրացյանն էլ կնոջ ձեռից գնաց։ Ճենյորը եթե ասում ենք ինը ծեծում էր, ովքեր են կնոջ ձեռից գնացել, պետք չի թվարկել։ Բայց նայում ես աժդահա մարդը բան։ Այ քեզ բան։ Դու կարծում ես որ այդ բանա փոխելու։ Չէ, մանրուքներում է, սատանան մանրուքներում է։ Անճարեղ ասացվածք եմ լսել, սատանա ասեցի հիշեցի, պարսկական էլի։ Ուրեմն այն անգամ հիշում ես որ ասում էի որ հիացած էի, որ ասում է մենակ մարդը Աստծո հարևանն է։ Անցյալ օրներ ուրբաթորներ էլ այդ մեր պարսկահայ բան ընկեր ունեմ աշխատանքային ընկեր ասում է լսեք ուշադիր ասում է Աստծո փայտը ձայն չունի պատժելը հա այսինքն մեկ էլ հիշում ես կյանքում այդ որ եղել է առանց ձայնի սուսուփուս մեկ էլ դդա ձայնը ընկերոջը կանչեք եթեր մի օր զրուցեք խելոք բաներ ասում Եթե մենք ունենք բան այստեղ մեր ռադիո լսողների մեջ իրանահայ բարեկամ, այդ
վստահ եմ Իրանը պարսկերեն գիտեք ոնց է լինում Աստծո փայտը ձայն չունի։ Ասեք, լսենք, զանգ ունենք նաև այս կապակցությամբ երևի տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Hello։ Չէ, չմնացին, գնացին։ Okay։ Այստեղ մեկը գրել է, ասեք։ Մարինե Արությունյանը գրել է, բայց Տոլստոյը բաբնիկ էր, կինել շատ է տանջվել այդ առումով։ Ժողովուրդ ջան, ես իր 3 տեսակ կենսագրություն եմ կարդացել, 3 տարբեր հեղինակների կենսագրություն եմ կարդացել։ Ուրեմն դուք չեք պատմում, ինքը պատերազմում ա կռվել է, ռուս-թուրքական պատերազմում, մեդալներ ունի, բաներ ունի, իր սկզբնական կյանքը այդ ջահել ժամանակները, այո, գուսար էր իր բոլոր բաներով եւ սիմպաթիչնի մարդ էր, նկարները կա, շատ սիմպաթիչնի, ինչպես ասում են, անձնավորություն էր, տեսքով, բանով, բայց հետո երբ որ ինքը արդեն ամուսնացավ ու սկսեց զբաղվել գրականությամբ, ինքը անգամ կնոջ հետ ինքը ասում էր եւ քարոզում էր ինքը գյուղացիներին, որ ասում էր երեխա ունենալուց հետո ամուսինները պետք է քուր եւ եղբոր նման լինեն։ Այսինքն ինքը սեքսը բաներ անում, որ մենակ ես չեմ ասում ես դրա հետ համաձայն եմ բոլորովին, ուղղակի իրեն եմ մեջ բերում, որ սեքսը միայն երեխա ունենալու համար։ Եթե երեխան բերել եք արդեն, ուրեմն քուր եղբայր եք իրար։ Բոլորովին բաբնիկ չէր։ Այդ երկրորդ մասում իր կյանքի էլի։ Զանգ ունենք, տեսնենք կարող ենք։ Ալո։ Կարող եմ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք, Ռաֆայել։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ շնորհակալ եմ, լավ։ Ուրեմն ինչ էիք ուզում, այդ ասկերենով էիք ուզում իմանայիք։ Այո։ Դերենիկները հարցնում, խնդրեմ, ասեք։ Չուբը խոդա, սեդա նադարան։ Այդ պիտի կրկնեք մի հատ դանդաղ։ Չուդա, խորան։ Չուբ։ Չուբը խոդա, սեդա նադարան։ Չուբը խոդան։ Իսկ դուք ինչպես եք մեկնաբանում այդ խոսքը։ Սեդա նադարան։ Չուբ այսինքն փայդը, խոդա աստված։ Հասկացա։ Սեդա ձայն, չունենալը նադարան։ Չուբը խոդա, սեդա նադարան։ Գրեցի, հիմա մի հատ ասեմ։ Չուդա խորատ, սեդա նադարատ։ Ճիշտ է։ Չուբը խոդա։ Չուբը խոդա։ Սեդա նադարատ։ Սեդա նադարատ։ Չուբը խոդա, սեդա նադարատ։ Այո։ Վերջացավ։ Շնորհակալություն։ Ես դուք ինչպես եք մեկնաբանում այդ։ Խնդրեմ։ Չէ, ինչպես եք մեկնաբանում, Ռաֆայելն չի լսում։ Լսում է, ձեզ։ Չէ, անջատեց ուղակի։ Չէ, լսում էր ձեզ, գծի մեջ եք։ Հարգելիս կամ մյուս ռադիոլսողներին, ովքեր պարսկերենին տիրապետում են, ըստ ձեզ ոնց եք մեկնաբանում։ Այո, հետաքրքիր է։ Էսա գրել է մեր Գուրգեն Մելիքը, Չուբե խոդա սեդա նյարդ Աստծո փայտը ձայն չունի, այ ինչ սիր, համ էլ պոետիկա էլի, չէ, Ֆիրդուսի օտա մի տեսակ։ Ահա, բա իզուր, որտեղից այդ ամեն ինչը։ Ընդհանրապես արևելյան պոեզիան, մանավանդ փիլիսոփայությունը, ժողովրդական ասույթներ, բաններ, շատ խորն է։ Միգուցե քաղաքակրթության արմատները այնտեղ ավելի խորն են դրա համար, որտեղ Պարսկաստան, գիտեք, այնտեղից է սկսվել, արևելքից է։ Մաբելոն, էլի ուզեմ ասեմ, արևելքից է։ Հա, շատ ուժ։ Մեկ չմոռանանք, որ թիվը, դիջիտը արաբներն են գտել, ստեղծել, չգիտեմ, այդ գտել են թե ստեղծել են թե հնարել են, ինչ են արել, արաբներն են արել։ Որ հիմա մենք բան ենք նայում, հա, փոխվել է, ժամանակները փոխվում են։ Ամենալավ ինժեներները պարսիկներն էին, որ այդ թվերին կարողանում են գետնի տակի ջուր հանել, որ արոտավայրեր ու բաներ դրա համար ծաղկեց այդպես բանը, մեծացավ Իրանը։ Իդեպ այս Տոլստոյից շատ չհեռանալով ոնց նկատում եմ մեր Փապկասուն տիկնայք հայոց աշխարհի ընդվզում են այս կարծիքի շուրջ, Լուսինե Կարսյան ասում է, դուք հաշվեք, քանի տղամարդ է ոտքի կանգնել իր հետևում հավատարիմ կին ունենալով, թե ինչեր եք հաշվում։ Այո։ Չուբե խոդա սեդա նադարատ։ Լավ։
Լրիվ։ Մենք այդ ենք հաշվում, չէ, բայց իրոք ինչքան տղամարդիկ են կայացել կանանց աջակցությամբ, լուր աջակցությամբ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, միշտ այդպես է, էլի։ Այո, իհարկե մենք կյանք ապրած մարդիկ ենք, տեսել ենք այդ ամեն ինչը տեսել ենք, բայց դե բացասականի մասին ենք մենք ավելի խոսում, քան թե բայ կեցե են կանայք, որ իհարկե կեցե։ Հիմա ասում եմ, լավ, ժամանակ եկել է, իսկապես ես իմ կյանքում եմ հանդիպել գրականության մեջ էլ, որ կարդացել եմ, որ կանայք իսկապես այդ որ ասում են առանց իրա չէր կարող իրավիճակներ եղել, այո։ Բայց դե նաև եղել է մի քիչ տարբեր իրավիճակներ, որ ասում եմ Լույսի փողով ատալու Պուշկինը, դե եկեք չմոռանանք, որ կնոջ ընտանիքում կնոջ ֆունկցիան տարբերվում է տղամարդուց։ Իրենք ուզեն ենթագիտակցաբար էլ իրենց զավակների բանի մասին մի տեսակ այլ կերպ են մտածում, էլի տարբերություն տով, ոչ թե տղամարդիկ չեն մտա, բայց տարբեր է այդ մայրական բանը ու հանուն դրա կարելի է նաև այո պրոբլեմներ ունենալ։ Դեպս վերջերս այդ հին աշխարհի ֆիլմերից մեկն էին նայում, որտեղ բառացիորեն կանանց օգտագործում էին, այդ փաստան, էշի որ ինչ-որ էմոցիոնալ բան եմ ասում, կանանց օգտագործում էին զուտ բանակ ծնելու համար։ Այսինքն հիմա շատ մուսուլմանական երկրներում դա այդպես էլ ընդունված է, այդ մեկին բերում են որպես մատաղ բանի համար, էլի, այդ իրանց ինչ-որ նպատակի համար։ Բայց այստեղ հետաքրքիր է, տեսեք, ինչու մենք գուցե այդ մայրական բնազդը չենք հասկանա, բայց հայրական բնազդ ինչու չի աշխատում այն առումով, որ եթե մայրը լույս աշխարհ է բերում, երեխային ինքը միշտ խուսափում էր երեխային բանակ տանվա երեխես զոհվի ճակատամարտ տեսեմ, բայց նույն տղամարդը ինքը չէր կապվում երեխու հետ, այլ ինքը գիտակցաբար դե այս բանակի համար է։ Դարերով այդպես են մի շարք քաղաքակրթություններ տենց են մեծացել, չեմ ասում մահմեդական այդ հարեմներ կոչված է, հիմնականում բանակի համար էին օգտագործում։ Դե այդ հարեմները որտեղից առաջացան, ինչու թույլ տվեց կրոնը իրանց բազմականություն, որպեսզի շատ երեխա ունենան։ Այդ մասին բազմից ենք խոսել։ Մի տղամարդ կարող է օրական 10 կին բեղմնավորի, բայց ամենքին 9 ամիս պիտի սպասի, որ կարողանա երեխա ունենալ։ Հենց դա որ կինը կապվում էր զավակի հետ, բայց հայրը պատասխանատվություն չէր զգում։ Այ ուզում ասեմ ինչ հետաքրքիր զարգացում Ռաֆայել, բայց տարբեր է, էլի։ Անա ինչա, հայր ու տղա էլ բան հարաբերություններ են շատ, բայց այդ կանացի մասը այդտեղ մի քիչ այո, այնտեղ մի բան կա, որ մենք ինձ թվում է երբեք չենք էլ հասկանա։ Մենք ասելով տղամարդկանց նկատի ունենք։ Այսքան պատիժը ժամանակին շատ խիստ է լինել, այսինքն պատիժը ժամանակին շատ խիստ է լինելու, մարդ Աստծուց անպատիժ չի մնա։ Էդ է ուզում ասացվածքը ասի, ոչ թե Աստված։ Մի րոպե։ Իհարկե դա լավ ուզում ասի, հա, բայց այ լավ ասացվածքների որ մնում է դարերով մարդկանց մոտ, ինչա որ բազմաթիվ մեկնաբանություններ կարող է ստալ դրան։ Օրինակ, իմ ամենասիրած ասացվածքը, ամենասիրած կարծում եմ ամբողջ տիեզերքում, այդ բանն է, որ ասում է, եթե Սարը չի գալիս Մուհամեդի մոտ, ուրեմն Մուհամեդն է գնում Սարի մոտ, այո։ Սա քանի տեսակի կարող է ինտերպրետացիաներ անել, բան, ինքը այդ բանի պես մեջտեղում մնում է որպես բան, անսասան ճշմարտություն, էլի, ինքը կոնստանտ է, վերջ։ Հաստարակ մի բան է, էլի։ Տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հելո։ Պես է զանգը երկրորդ անգամ չի պատասխան։ Հելո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Հելո։ Բարև ձեզ։ Բայց լսում ենք գծի մեջ է։ Այո, լսում ենք ձեզ, խոսեք։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, եթերում եք, դուք խոսեք։ Հելո։ Ինչ հաճելի ձայն ուներ տիկինը, չէ՞։ Տիկինը պարսկերենով ոնց որ բանից կար, գետնի տակից եկող ձայներ, էլի, որ չես կարող չլսել։ Հարգելիս, դուք եթերում եք, մենք ձեզ լսում ենք, դուք պարսկերենով ինչ-որ բան էիք ասում, եւ ոնց հասկացանք ինչ-որ իմաստություն էիք ցիտում, բայց մեզ չէիք լսում, չգիտեմ ինչու։ Լավ, ուրեմն գնանք մեր գործընկերների գովազդային ծանոթությունների, կլինի դադար, որ ստո կվերադառնանք, շարունակենք մեր քննարկումը, հուսամ դուք էլ հեռու չեք գնա։
Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Arm Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Մենք եկանք բարի օր եւս մեկ անգամ մեր հավատարիմ ռադիոլսողներին տոներն են մոտենում բան չմնաց շարունակում ենք մեր եթերը պարսկական ասացվածներ այսօր սովորեցինք մեր հարգելի ռադիոլսողներից հետ շատ մի հատ էլ հիշեցի էլի ուղակի կապ չունի դրա հետ բայց էլի շատ սիրուն ասում է կապիկը ինչքան գեշ է այնքան խաղեր ունի Այդ լուրջ բան է Էլի պարսկական գիտեն էլի են գլխից գիտեին սա Կյանքը հասկացել են էլի երևում ապրել թե չես կացնել Հիմա մի հատ է պարսկերեն ասենք տնանք այդ ոնց Կարսեն շախմա մախմա դաշտա բուշտա Ենքան եմ ցավում որ պարսկերեն չգիտեմ Գիտեք ինչ մենակ այդ պոեզիան իրենց կարդալու համար ինչքան կուզենայի ես էլի որ այդ Ռումի անունով շատերը մանավանդ գիտեմ մեր իրանահայ բարեկամները գիտեն ուղղակի Ռումի հայրենիլա թարգմանված էլ չեմ ասում անգլերեն ռուսերեն մի օր որ չեք զլանա ուղղակի նա մի քանի բանաստեղծություն որ կարդակ տեսնեք թե ինչ տեսակ հոգի ունի այդ մարդը որ թվերին նա ինչեր դեռ հասկացել է Հագան ռադիոլսողներից հարգարժան Հագանի թե չեմ սխալում Բելգիայից է ինքը գրում ասում եմ Մազանդարյան Վագրը հայտնի ֆիլմ էր պարսկական դեր տեսած կրինեք ինչի մասն էր պարսկական ֆիլմերը ես ուրեմն Facebook-ի վրա բան եմ անդամ եմ բանա իրանյան ֆիլմ իրանական ֆիլմերի էլ եւ այնտեղից օգտվում եմ շատ դուք չեք պատկերացնի ինչ ընտիր ֆիլմեր ունեն ես ամենալրջությամբ եմ ասում ես ֆիլմի վերաբերյալ կատակ չեմ անի շատ ընտիր ֆիլմեր ունեն գիտեք ինչ այդ իտալական նեոռեալիզմի այդ մակարդակի եւ այդ ոճի ֆիլմեր ունեն որ ուղղակի այնքան մարդկային այնքան օրինակ մեկը ասեմ էլի կարող ասած լինեմ բայց բեռնագիրը չեմ հիշում այդ տիկիներից մեկը հիշեց որ երեխան հորը կերակրում է որ հայրը կարողանա ընտանիքը կերակրել այնքան բանա սիրուն ու սիմվոլիկա մեկ էլ մի հատ էլ ֆիլմ ունեն որ դասատուները աղքատ դասատուներ են այն մարդ գրատախտակները մեջքներին կապած սև գրատախտակները 3 դասատու են գյուղերով ման են գալիս դռները ծեծում են իրանց երեխաներին ով ինչա թվաբանություն կամ կարդալ են սովորեցնում դիմացը մենակ ուտելիք վերցնելով այնքան սիրուն ֆիլմ է այսինքն փող չկա իրանք ուզում են հարատևել ուտելով ապրել որ կարողանան սովորեցնել պետքա ուտես որ սովորել եւ այսպես գյուղերով ման են գալիս այդ սև գրատախտակներով այնքան սիրուն ֆիլմ է այ մենք չունենք նման ֆիլմ գիտեք Ռաֆայել այն որ ինչ էի մտածում մեր երկերը չէ որ վերցնենք հայկական երկեր այն մարդ երևի ես կասեմ ամենա մեր ամբողջ մնացած ձևերի մեջ էլի արվեստի արտահայտման ձևերի մեջ ամենաաշխուժն ու շուտ փոփոխվող ու բանն է էլի որ կյանքի հետ ոնց որ ոդկացում հա ժամանակի հետ ասենք համեմատած կինոյի հետ համեմատած գրականության հետ ծանր մինչև տեղին շարժվում այդ ամեն ինչը մեր կինոներ ինչի մասին են կամ պատերազմի մասին են կամ թշնամու մասին են կամ մի հատ այդ մարդկային որ մարդիկ նայն հասկանան թե այդ պահին մեր հոգին ինչ ա եղել մեր ժողովրդի ինչա խնդիրներ ունեցել ոչ թե պլակատային էլի բաները մենք լավն ենք թշնամին վատնա այս մանկական բան չունենք ամեն անգամ երբ դիտում եմ Մխիթար Սպարապետ ֆիլմը ուղղակի առանց ինչ որ մասնակիտական գնահատական չի սա զուտ որպես հեռուստադիտող առաջին հարցը Մեր օրվա մասին այն իմաստով, որ ուրեմն եկել է Օսման լուն, շրջապատել է հայոց բերդը բան մեր թագուհիները, առաջին բանը։ Ասում զենք չունենք։ Թուրա պետք, բանա պետք, թնդանոթա պետք։ Մեր թագուհիները գլխներից հանում են իրենց թագի ոսկեղերն ու բաները, ձեռքներից այդ իրանց ոնց է մատնիկ մարջան ապարանջան։ Ինչ ունեն, մեկը դքսուհիները, մյուսները հանում են զիս երկիրը պաշտպանված չի, թող եսի ինչ բան գնացեք առեք։ Արա ժամանակին մտածեիք, բայց որ արթու զարտները դրել էի գլխներից ման էի գալի, չէիք ասում, բա որ Օսման լուն գա։ Նույն այսօրվա մեր պատմությունն է։ Դղյակների մեջ ապրել են, վայ բայրակտար չունենք, բա որ դու ունենանք։ Ու սենց շարունակ, նույն բանը, դարերով։
Դա։ Հիմա, ահա, ֆինանսից խոսեցինք, նոր բանա կներեք, հենց նոր քննչականը։ Էլի վարորդական իրավունք են։ Այսքանից հետո էլի կաշառքով վարորդական իրավունք են վերցրել։ 500,000 դրամ փոխանցել է վարորդական վկայական ստանալու համար եւ չի ստացել այն։ Բայց բանա 500,000 տվել է արդեն։ Ուրեմն այս իմ կյանքի ամենատխուր բաներից մեկն է, բայց պիտի ասեմ, էլի, երևի միջեմա, չգիտեմ, պատմել են որևէ մեկին թե չէ։ Ուրեմն բանակում որ ծառայում է, շաբաթը մեկ կինո էին տանում մեզ։ Ու գնացինք հենց Մխիթար սպարապետներ։ Ուրեմն հետո եկանք պարկել են քննելու, այսին վերևը երկու հատ բան կային, թերքախոս կային, Ադրբեջանից էին, թե որտեղից չգիտեմ, Միջին Ասիայից էին եւ այլն։ Ու իրանք որ խոսում էին, մտներով չէր անցնում, որ ես կարողա թուրքերեն հասկանամ։ Ու իմ լացը եկավ, Ռաֆայել, տարածիորեն այդ ֆիլմի մասին էին խոսում, ու այդ ֆիլմի ինչ չեմ ուզում բան անել, թե շատ տհաճա, որովհետեւ դու ես մտածեցի, այ մարդ, այդ ինչ տեսակ ֆիլմ պիտի նկարես, որ թշնամի տեսքան ուրախանա։ Ահա որ էր ինձ համար դա, ահա որ մի բան էր, շատ ցավալի։ Մեծ հաշվով ուրախանալու բանը չկար, բայց թշնամին պիտի ուրախանար, որովհետև էլի ջարդուխուրդ արեցին, ամբողջ երկրին տիրացան։ Տխուր։ Բայց այն ժամանակ թշնամականներ ընկալումը։ Ինչը, ով։ Այդ որ ասում եք թշնամիտ ուրախանա, այդ վերել։ Իհարկե։ Թշնամականներ ընկալումը։ Իհարկե, ահա։ Այսքան չէր, ինչքան հիմա, ինչ խոսք, բայց այն ժամանակ Թուրքիայի հետ ընդհանրապես թրքախոս մուսուլմանության հետ կապված մեծ խնդիրներ կային։ Բանակում այդքան չէր, էլի, բայց ես բանը Բաքվից տղա կա, ադրբեջանցի տղա էր մի հատ, մենք լավ ընկերներ էինք բանակում։ Այդ լսենք ռադիոլսողին, հետո շարունակենք։ Բարև ձեզ, ով է միացել։ Բարև ձեզ։ Հելո։ Աստվածին։ Եթերում եք, լսում ենք ձեզ։ Լավ, ես միջև այդ Մելինե Աբրամյանն ա մեզ գրում, շնորհակալություն Մելինե ջան։ Դերենիկ ջան, Հայաստանում Ժորժ Աբրահամյանը թարգմանել է ռումին, արդեն հրապարակվել է Facebook-յան էջել ունի։ Անպայման շատ շնորհակալ եմ, որ ասացիք։ Շնորհակալ ենք տեղեկությունների համար, բարևներ Գլենդելից, Խլարետ Նազարյանը։ Այս բանին մեր Բարև ձեզ։ Բան կա, զանգ ունենք։ Դե փորձում եմ, բայց չի լսում ինձ։ Ալո։ Մենք ձեզ լսում ենք, Ահա, բարև լսում ձեզ։ ենք։ Ալո։ Այո, հարգելիս, ով է միացել, բարի օր։ Ալո։ Ձեզ լսում ենք մենք։ Մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Բարև ձեզ, դուք ինձ լսում եք։ Այո, լսում ենք շատ լավ։ Ով է միացել մեզ։ Ալո։ Ինձ թվում է ձեր Bluetooth-ի հետ է ինչ որ խնդիր, դուք մեքենայից եք զանգում, մեզ չեք լսում։ Մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսեք, մենք ձեզ լսում ենք։ Շատ լավ ենք լսում։ Անջատվեցել։ Լավ։ Ինչ աս բարեկամ, երբ որ զանգում եք, մեզ հեռախոսով լսեք։ Եթե Bluetooth-ին ակապած կամ բան, այդ delay-ա տալու ոչ մի ձև չեն կարողանալու զրուցենք, ահա։ Նարինե Մարտիրոսյանն է գրում, ողջուններ Ֆրանկֆուրտից։ Ես այսօր հին հայկական ֆիլմ նայեցի։ Ումն է ժպտում կյանքը, ում է ժպտում երևի 1957-ով շատ գեղեցիկ ֆիլմ է։ Նարինե ջան, անպայման կնայեմ այսօր երեկոյան։ Ում է ժպտում կյանքը, հա։ Ում է ժպտում կյանքը 57-ով ֆիլմը, այդ բոլորովին ծանոթ չի ինձ, ուրախ եմ, որ մեր ուշադրությանը հրավերեցի։ Ջան, իսկ ուշադրությունը Ռիտա Գրիգորյանը ձեր շապիկի նկարին է դարձնում, Երենիկի շապիկին այդ ինչ նկար է։ Սա բանա կոչվում, Oasis բանա, երաժշտակ ռոք խումբ է, որին ես շատ սիրում եմ։ Ինչ ոչի են։ Բան ռոք-ն-ռոլ է, բայց մի տեսակ հա բան է, էլ ինքը արտի կլասիկ ռոք-ն-ռոլ չի։ Բան երիտասարդներից են, էլի։ Թարմաստեմ համացանցը տեսեմ, թե ինչ որ նոր բան չկա։ Լավ, ինչ այդ ասեմ, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների եւ բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում Հայաստանից։ Ախր լավն էր մեր Քրիստինա Քվինը, էլի, բանը չգիտեմ տեղում են բերելու, բայց տարան, դրանել շուտ են փոխում շատ դեսպաններին արդարության համար, ասենք, բավական։ Էդի օրենք կա, ինչ որ տարուց նայած երկիր, այդքանից վերև, ինչքան էլ դու լավը վատ կապ չունի, փոխում են ուրիշ տեղ, որ միտեղ երկար չմնան, հասկանալի ինձ թվում է պատճառներով։
Ունենք Ելիսեյան պալատից հետարքիր նորություն։ Ապա Մենք չկարծեք, որ մենք ենք այսպեսին։ Ելիսեյան պալատի աշխատակիցը Ֆրանսիայում դատարանի առաջ է կանգնել։ Նա մեղադրվում է նախագահական նստավայրից 2 տարի շարունակ պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված ճենապյակա սպասքը գողանալու համար։ Փարիզի քրեական դատարանը քննում է նախագահական նստավայրում որպես գլխավոր մատուցող, պատկերացնում ես նախագահ գլխավոր մատուցող եւ գանձապահ աշխատող Թոմաս Էմին գործը դրա պարտականությունների մեջ էր մտնում դանակ պատրական եւ սեղանի պարագաների դասավորումը եւ հաշվառումը։ կարելի է էլի։ Դրանից լավ գողանալու։ Բարեկամներին նա ուղարկե, էսի գիտես սովակերես պատարակախով Մակրոնը։ Ինքն է պատասխանում նա։ 2 տարվա ընթացքում Թոմասը պալատից գողացել է ափսեներ, բաժակներ եւ այլ ճենապակյա սպասք, ընդհանուր առմամբ մոտ 100 իր, որոնք օգտագործվել են պաշտոնական ընդունությունների ժամանակ մատուցելու համար։ Այդ այրերի մեջ էին մտնում երկրի մշակութային ժառանգության մաս համարվող իրեր։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նա գողացած իրերը վաճառել է Ժիսլեն, Bonjour Ժիսլեն անունով հավաքորդին, ով բնակվում է Վերսալում եւ աշխատում է Լուվրում, հələ նայ։ Տղամարդիկ ձերբակալվել են, երկուսն էլ խոստովանել են իրենց մեղքը։ Գորած սպասքի մեծ մասը հայտնաբերվել է Ժեսլենի Ժեսլեն դու Ժեսլեն։ Տղամարդը դատարանը արգելել է նրանց աշխատել Լուվրում եւ հրաժարական է տվել Ելիսեյան պալատի աշխատանքից դեռևս նոյեմբերին։ Արքես ֆրանսացիներ ես։ Եթե ներբաղի ֆրանսացիները։ Այդպես պաշտոն ունես, առաջին օֆիցիանտն ես ընդ։ Ինչ Ժեսլեն, ինչ բան, այմար, չէ, ինչերի մեջ կարող ես լինել։ Ապսները օրդենում։ Ոտ մեկը գրբանը։ Հայերի հետ կապ կունենա, ես գիտեմ, որ այստեղ ոնց էին կարակ էին գողանում մանկապարտեզից դպրոցից, հիմա էլ Ֆրանսիա։ Okay, բարեկամներ, մոտեցանք ավարտին, նախագահներից խոսեցինք դերենիկի կապնել, ընդհատվեց, բայց մի վարքյան, իհարկե եթերային ժամը ավարտված է, բայց Ժեսլենի պատմությունը չթողենք կիսատ մնա, տեսնենք դերենիկը կվերականգնվի, թե ոչ կապով, okay, ոչ մի խնդիր, շնորհակալ ենք ամեն դեպքում ուշադրության համար հարգելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, մեր կողքին եք եւ մեր գործընկերներից ենք շնորհակալ, որ այս տոնական օրերին մեզ հետ են եւ մենք էլ վերջին աշխատանքային շաբաթը պատվով ընթանանք, մի քանի օր դադար կլինի բնականաբար եւ կամփոփենք նաեւ 2025-ը մի րոպե փորձեմ դերենիկին կարծես կապ է հաստատում, 1 վայրկյան, հարգելի բարեկամներ, ահա, անջատվեց դերենիկ, էլի նախագահի անուն տվեցինք, զգում եք, հենց նախագահի անուն տալիս ես, վերջացավ, ես էլ արդեն ամփոփում էի հաղորդումը, որտեղ ժամը մեծ հաշվով սպառվել է, բայց Ժեսլենի անակիսատ մնաց էլի մեծ հաշվով, դե, մեր գործընկերներից ենք շնորհակալ, որ մեզ հետ են, ամփոփենք հաղորդաշարը, հարգելի բարեկամներ, շաբաթը մեկնարկած է, պատվով այս մի շաբաթն էլ տանենք եւ աստիճանաբար ամփոփենք 2025 թվականը, երևի 5 շաբթի օրը տարվա ամփոփում կանենք, չէ՞։ Ընդհանուր առմամբ ինչ եղավ, ինչով իշխեց այս տարի։ Ես այդ իմ արձակուրդի ժամանակ ես էլի կմասնակցեմ ռադիոյին, ինչ։ Որ օրերին եք, թե դեռ հստակ չի ձեր արձակուրդի օրերը։ Լավ, վաղ այսօր կճշտեմ, վաղ ավելի կոնկրետ բան կան։ Իսկ դուք 31-ից եք բան, թե հեռուստատեսությունը 30-ը, հա, 30-ն ենք մինչև, այսինքն մյուս շաբաթվա 2 շաբթին, 3 շաբթին մեզ մոտ օքեյ աշխատանքի ենք, բայց 31-ը ոչ արդեն։ 31-ը դե մեկն էլ ոչ, 2-ը ուրբաթ է ոչ, 3-ը շաբաթ է, 4-ը բան, 5-6 էլի, Սուրբ Զատիկից երևի։ 6-ից երևի տես, 5-6, ես է կճշտեմ մի հատ վերջնական կասեմ, բայց կարծում եմ այս շաբաթ ֆուլ աշխատում ենք, մյուս շաբաթվա կեսը, հետո 1, 2, 3, 4, 5, 6, շաբաթ կիրակին 2 օրն էլ հանում ենք, տեսնենք, մեզ բան չկա, մենք ոնց ուզենք, հասանելի ենք, որևէ խնդիր չկա, ձեզ առայժմ եմ ասում, դե, մինչև վաղը սրելն մինչ հաջողություն